Ողջույն ձեզ։ Այսօր ուզում եմ խոսել մեր քարոզարշավին վերաբերվող որոշ հարցերի մասին։ Օրինակ ասում են, շատերը տեղյակ չեն նույնիսկ կամ ասում են, որ դոկը կամ Կարապետյան արշակը, եթե ցուցակում չկան, ուրեմն իրանք ընտրություններին չեն մասնակցում։ Ուրեմն Ժորժ ջան, մենք կարանք չլինենք ցուցակների մեջ, բայց մենք շատ ակտիվ ընտրություններին մասնակցում ենք, եւ դոկը, եւ ես։ Մենք համայնքական ճակատ շարժումը եւ իր կուսակցությունը ընդհանուր աջակցում ենք եւ մենք դոկի հետ ենք։ Մենք միասին աշխատում ենք։ Հարցեր են տալի կոնկրետ ինձ, պարոն Կարապետյան, բախեք դոկին ընտրել, ուրեմն ասեմ ձեզ, դոկի հետ խոսելուց եւ դոկի գաղափարախոսությունը ուսումնասիրելով առաջինը ես գտա, որ այդ մարդը ազնիվ մարդ է։ Ճիշտ է, շատերի դուրը չի գալի այդ հայհոյանքները, չգիտեմ ինչերը եւ բայց գիտեք, մենք դնում ենք գաղափարների հետևից։ Եվ դոկի գաղափարները բավականին համընկնում են մեր գաղափարների հետ, մեր քաղաքական գաղափարների հետ։ Բացի դրանից, շատերն ասում են, հարց են տալի, չգիտես խի մեր կուսակիցներն են հարց տալի, ում եք տեսնում վարչապետ։ Ուրեմն մենք գնում ենք դոկ կուսակցության հետ միասին։ Դոկ կուսակցությունը առաջարկել է վարչապետ դոկին։ Դա նշանակում է, որ մենք դրան համաձայն ենք եւ դրան աջակցելու ենք։ Եթե մեկը հարցեր ունի, թող նա վրան սառը ջուլեցնի։ Մի քիչ իմ ուսումնասիրությունն ասեմ։ Դոկին մեղադրում են, ասում են, Երևանի ընտրությունների ժամանակ ինքը աջակցեց կամ իր թիմակիցները աջակցեցին գործող իշխանության։ Այդ թեզը շատ լավ ու փորձում են օգտագործել այսօր այդ նավթալին դրած ընդդիմություններից ոմանք։ Ես ուզում եմ բոլորիդ բացատրեմ։ Եթե դոգը դրան համաձայն էր, իրան պետք չէր լինի նորից կուսակցություն բացել։ Հենա այդ Երևանում այդ կուսակցությունը, որ մասնակցել էր, օգտագործել իր անունը եւ դարել էին քաղաքապետարանում, ինչ որ դեպուտատ են կոչվում, չգիտեմ ինչ են կոչվում։ Հենա այդ նույն մարդկանց հետ ինքը կմասնակցեր այս ընտրություններին շատ ավելի ուրիշ դիրքերից։ Ես ինչ եմ տեսնում դրա մեջ։ Այդ մարդը չի դադարեցնում պայքարը։ Այսօր գտնվելով ամերիկյան փաստացի մեկուսարանում, բանտում, որտեղ իրան զրկել են ամեն ինչից, ինքը պայքարը շարունակում։ Իր այդ խոսելուց ինքը ես հարց տվեցի, ասի ամերիկացիները որ ճնշեն կարողա դու ինչ որ քայլ անես, որ հակառակ լինեն գաղափարախոսության, ասեց երբևիցե։ Երբևիցե, ճիշտ ասած հավատում եմ։ Երբևիցե։ Այդքան ճնշումներին դիմացող մարդը չի կարա հարգանք չառաջացնել։ Ու ասեմ ձեզ, ոչ ես, ստե ինձ էլ են հարցնում, ասում, բա պարոն Կարապետյան, դուք ինչ պաշտոն է, այ մարդ, մենք պաշտոնի համար չենք ուզում։ Փառք Աստծո, սաղ կյանքս պաշտոններ եմ զբաղեցրել։ Ճիշտ է, մարտական, ինձ պաշտոններ չի եղել, ունեն ժամանակներ չի եղել, որ գամ նստեմ, ասեք ուրիշների նման վայելեմ։ Չէ։ Մենք պաշտոնի համար չենք, հավատացեք, հիմնական այդում դոկի ցանկությունը չի, որ հենց պաշտոնի համար, չէ, մենք պայքարում ենք մեր երկրի համար։ Մենք պայքարում ենք, որ մեր երեխաները ապրեն նորմալ երկրում, զարգացած երկրում։ Մի երկիր, որի մեջ շատ արև կա, բնությունը մեծ արև է տվել, մենք էլ պետք է այդ արևին համապատասխան ապրենք։ Մենք պետք է կարողանանք խիստ լինենք այսօրվա դավաճանների մասին։ Այս 8 տարի է երկում է, մարտի 1, երկում է ասում է, Ռոբերտ Քոչյանը պետք է նստի։ Ես էլ ասում եմ, որ պետք է նստի Նիկոլ Փաշինյան։
Պտի նստի իր արասների համար։ Ու դա իր միակ գարանտիան է, որ գոնե կարող է անվտանգություն ապահովի։ Միայն ու միայն բանտում։ Ինքը նստելու է։ Մենք իրան նստացնելու ենք։ Ինքը պատասխանատալու եւ Արցախի համար, պատասխանատալու եւ Արարատի համար, պատասխանատալու, որ մեր հերոսների անունը պղտորում է, պատասխանատալու եկեղեցու համար, պատասխանատալու։ Էլ չեմ ասում այդ կոռուպցիա, փողեր, մողեր, պարտքեր 15 միլիարդ, դա հանցագործություն չի։ 5 միլիարդից պարտքը հասցնի 15 միլիարդ։ Բայց հանցագործությունը ո՞նց է լինում։ Մենք 15 համարն ենք ու մենք մասնակցում ենք եւ դոկը եւ ես ընտրեք 15 համար 15 համար հիշեք ու ամեն ինչ լավ կլինի մեկը լավ ալնել մենք այս վիճակից չի որ դուս ենք եկի ազգովի մենք եղերնի տեսած ազգ ենք մի տարի հետո մի տարի չէ մի երկու ամիս հետո մենք պետություն ստեղծենք 18 թվականին այդ պետության վրա 4 կողմից հարձակման մենք կռվինք, մենք չկոտրվեցինք, հիմա էլ չենք կոտրվելու։ Ժորժ ջան, մեր հետ եղեք։